Մինչև մարդկանց հուլիս ամիսը Չիպոն ուտում էր օրը մի քանի կլոր թուփ, վարունգ ու բանան։ Վերջինս միայն կեղևի ձևով։ Պտղամիսը չէր ձգում, օճառի համ ուներ։ Օճառը համտեսել էր լոգարանում, փորձի համար, չէր կուլ տվել, լիզել էր, նա լեզվով էր ճանաչում օտարանունները։ Չիպոն մշտապես խնդալու առիթ ուներ, երբ հիշում էր մի դնովի ատամներով ճաղատ բիձուկի։ Չիպոն չհասկացավ նա ինչ ազգի էր, բայց որ հայ չէր և իտալացի, դա հաստատ։ Ուրեմն բիձուկը եկել էր Գայանեի ձեռքը խնդրելու։ Նա ասում էր. «Ես ֆրաու Գայանեին չեմ թողնի փախստականի կարգավիճակով, կգրանցեմ իմ տանը և նրան կժառանգեմ այգիս»։ Վերջին գաղափարը Չիպոյին շատ դուր եկավ։ Գայանեն ձեռքով հաց էր կտրում, դանակով, ձեռքով սուրճ էր դնում բաժակով բիձուկի դեմ, ձեռքով ելակ դրեց ափսեով դնովի ատամներով մարդու դեմ։ Բնականաբար ձեռքը զբաղված էր ու Գայանեն չկարողացավ ձեռքը տալ ձեռք խնդրող անհայտ ազգության ճաղատին։ Չիպոն ուզում էր ճչալ. «Մյուս ձեռքդ տուր»։ Սակայն նա, ինչպես գիտենք, առանձնապես ձայն չուներ, և Գայանեն իրեն պահեց մյուս ձեռքը և բիձեն խմեց սուրճը, կերավ հացը, կուլ տվեց ելակը և ձեռնունայն գնաց։ Իսկ Չիպոն ինչպես իմացավ, որ մարդու ատամները դնովի են, ասեմ։ Չիպոն լսեց նրա ֆրաու բառը և դա շատ չոր էր հնչում, անբնական։ Դրան գումարված մարդը հաց չուտելուց առաջ ատամները հանեց, դրեց ջրով լի բաժակի մեջ, որը ցնցող ազդեցություն թողեց Գայանեի վրա։ Թվաց նա իր ձեռքը կտա անօգնական մարդուն, նրան, ով այլևս ի վիճակի չէր կծելու։ Չիպոն վախենում էր սուրսուր ատամներից։ Երբ գնաց ծերուկը, Ջուզեպեն ասաց. «Սա Գայանեի սիրուց կգժվի, գուցե մեռնի»։ Իսկապես, մյուս օրը լուր առան, որ ծերուկը ընկել է հեռենոս գետը, բայց չի խեղդվել, միանգամից սիրտը ճաքել է։ Այն, որ սերը զոհեր է պահանջում, կրիային զարմացրեց։ Ինչ դաժան վիշապ է սերը մարդկային, եզրափակեց Չիպոն։ Ափսոս ագարակը անտեր մնաց։ Մինչև հուլիս ամիսը Արեգը ևս մի մրցանակի արժանացավ։ Գերմանիայում հայտնի պատանի է, իսկ Աննան արդեն հուզվում է, երբ նրա անունը հնչում է Վիսբադենի, Մայնցի, Հոխեյմի և հարակից քաղաքների ռադիոներով ու հեռուստացույցերով։ Ջուզեպպեն նոր համակարգչային ծրագրեր է ուսումնասիրում։ Հիմա նա խորացել է գնդիկներ շարելու խաղի մեջ։ Նա ավելի է նմանվել կրիայի։ Լիլիթն էլ պակաս չի նմանվել։ Իսկ Գայանեն ծերուկի մահից հետո առավել կրիա է։ Արեգն էլ է փոխվել, ասես կրիայի պատյան է գոյանում նրա մեջքին։ Նա հրաշալի տղա է, և լավ է, որ ընտրել է կրիայի և ոչ ջութակի պատյանը։ Ջուզեպպեն շտապեցնում է Լիլիթին. «Տոմսերը առ, հայերեն է խոսում»։ «Արդեն առել եմ, քեզ անակնկալ եմ մատուցել», ասաց Լիլիթը։ Արեգը ուրախությունից աթոռից ընկավ, բայց ոչ լրիվ։ Մի շաբաթից թռչելու են Հայաստան, քիչ-քիչ հավաքվում են իրենց իրերը, ճամպրուկները լցնում են շորերով ու տուփերով։ Չիպո, քեզ Գայանեն կխնամի։ Թռչելուց մի օր առաջ ասաց Լիլիթը. «Քեզ լավ կնայի, չես ձանձրանա, մենք մի ամսից ետ ենք գալու»։ Ջուզեպպեն թռիչքի նախորդ գիշերը քնելուց առաջ Չիպոյին բարձրացրեց մինչև շուրթերն ու համբուրեց պատյանը։ Արեգը ավելի երկար էր համբուրել ապսպրելով։ «Չկարոտես, շուտ ենք գալու, իսկ ես շատ եմ կարոտելու քեզ և Աննային, հավասարաչափ»։ Առավոտ վաղ էին թռչելու։ Չիպոյի սիրտը ճմլվում էր հասած խաղողի պես։ Երբ հասել էին Երևան, ապա ձորաղբյուր Լիլիթ հենց ամառանոց, Լիլիթը Ջուզեպպեին ասաց. «Զանգենք, Գայանեին ասենք, որ լավ ենք հասել»։ Զանգեցին։ Լիլիթն էր խոսում։ Սկզբից զվարթ էր ձայնը, ապա կծկվեց, դարձավ թլվատ, իսկ հետո պապանձվեց։ Միայն կարողացավ ասել. «Ջուզեպպե, Չիպոն կորել է»։
Իտալացու կրյայի աչքերը ցայտեցին հանկարծակի տագնապ։ Ոնց։ Հայերեն հարցրեց։ Չգիտեմ։ Գայանեն տունը տակնու վրա է արել, չի գտել։ Բակնել է քրքրել, էլի չի գտել։ Ում հարցրել է, չեն տեսել։ Լաց է լինում։ Հեկեկոցը զսպելով ասաց Լիլիթն ու առաջին արցունքը հայտնվեց։ Էլի փնտրիր, Գայանեին խնդրաձայն հայերենով ասաց Ջուզեպեն։ Արեգն այդտեղ չէր, նրան օդանավակայանից իրենց տուն էր տարել տատիկը, Գյումրի։ Ինչ հրաշալի է, որ նա ամառանոցում չէր։ Ինչ տխուր է, որ նա չգիտեր Չիպոյի անհետացումը։ Մյուս օրվա առավոտ վաղ էլի զանգեցին Հոխեին։ Գայանեն կրկնում է խոնավ ձայնով։ Ոչ մի տեղ չկա։ Փնտրում եմ ու փնտրում, չկա ու չկա։ Պահարանների մեջ փնտրիր, խնդրում է Լիլիթը։ Լրիվ նայել եմ։ Նրանց տակ, մահճակալի տակ, անկողինների մեջ, կոշիկների մեջ, խոհանոցում, չկա ու չկա։ Անգամ լոգարանի բոլոր անկյուններն եմ ստուգել, դույլերի մեջ, թասի մեջ, հատակի շորերի տակ, ոչ մի տեղ չեմ թողել, էլի եմ փնտրում, բայց… Ջուզեպեն համակարգչի մոտ նստած նրա մեջ էր փնտրում։ Լիլիթը զանգել է բարեկամներին, նրանց ուրախությանը խառնել է Չիպոյի կորած լինելը։ Երեկոյան էլ զանգեցին, Գայանեն լաց լինելով գոչում էր. Չկա Լիլիթ ջան, ես կմեռնեմ, իմ տունն էլ եմ քրքրել, Արշակն եկավ նայել է փնտրել, նորից նույն տեղերը 5 անգամ ենք նայել, չկա, չկա, սիրտս կտրտվում է։ Արեգը Գյումրիից զանգեց, նրան չասացին Չիպոյի մասին, թեպետ նա ասաց. Մամ, տեսնես Չիպոն ոնց է, կզանգեմ Գայանեին, թող հեռախոսը մոտ պահի Չիպոյին, ես նրա սրտի ձայնը կլսեմ։ Լիլիթը շտապ կապվեց Գայանեին։ Մամ, որ Արեգը զանգի, չասես Չիպոյի մասին։ Եթե ասի Չիպոյին բեր հեռախոսի մոտ, սրտիդ մոտ պահիր ընկալուչը, թող մտածի Չիպոյի սիրտն է զարկում։ Մի ժամ հետո զանգեց Արեգը։ Մամ, Չիպոյի սիրտը կարոտից բարձր է խփում։ Չիպոյին եմ ուզում։ Լավ, համբերի, հուզմունքը զսպելով ասաց Լիլիթը։ Մյուս օրվա առավոտը ավելի պնդացրեց տագնապը։ Գայանեն կրկին հաստատեց. Չիպոս չի երևում, երկինքը գլխիս է փլվել։ Ջուզեպեն համակարգչի մեջ տղամարդու պես լաց եղավ։ Նա առաջին իտալացին էր, որ լալիս էր համակարգչային արցունքներով։ Լիճ գոյացավ, չէ, ծով, Սիցիլիայի և ձորաղբյուրի շուրջ, արձակուրդը հարամվեց, քրթբջաց Լիլիթը։ Ջուզեպեն չհակառակվեց։ Թռիչքի նախորդ գիշերը, երբ նրան համբուրեց Ջուզեպեն և գնաց քնելու, Չիպոն սովորականից ավելի արագ շարժվեց դեպի հյուրասենյակ։ Բոլոր ճամպրուկները փակել էին իրենց բերանները։ Կուլ էին տվել շորերը, կոշիկները, տուփերը։ Միայն մեկն էր թինք տվել և սպասում էր զոհի։ Չիպոն դժվարությամբ բարձացավ նրա կողքի կոշիկի տուփի վրա և թմփ ընկավ ճամպրուկի երախը։ Դա մեծ ինքնազոհություն էր։ Միայն մարդիկ չեն ինքնազոհ։ Նա թաթերով քաշքշեց շորերն ու տեղավորվեց ճամպրուկի հատակում, ինչ-որ տուփի կողքը։ Նրա շունչը կտրվել էր, երբ իր վրա լցրեցին այլ հագուստներ, և այն տուփն էլ վրադիր։ Փակեցին ճամպրուկը։ Մի քիչ շնչեց Չիպոն։ Նա զգաց, որ նստել են ավտոմեքենա, հետո զգաց, որ շարժվում է ճամպրուկը կրյայի ռիթմով։ Դա արդեն շարժասանդուղքի վրա էր։ Քշվում էր իրերի հավաքակետ և այնտեղից, ուր թռչում են։ Նա իր շունչը տեղը բերեց ու մթության մեջ ժպտաց։ Նա հիշեց Հոխեյմի երկնքի ճերմակ ժապավենները կապույտ երկնքի կրծքի վրա։ Չիպոն պատկերացնում էր իրեն բարձրության գրկում և սիրտը ճաքում էր։ Ինքն էլ է թռչում, ինքն էլ է արևին մոտիկ, և եթե գիշեր լիներ, կթռչեր աստղերի միջով։ Հետո աչքին երևացին հանքավանի բլուրները, որ ներքևում են երևի ու իրեն են նայում, չտեսնելով Չիպոյին։ Ախր Չիպոն,
շորերի ու տուփերի տակ կորած է։ Լիլիթն ու Ջուզեպեն ինքնաթիռում նստած ճաշում են ու չգիտեն, չեն ենթադրում, որ Չիպոն իրենց հետ թռչում է միևնույն ինքնաթիռով, միևնույն երկնքով և միևնույն տեղը՝ Հայաստան։ Չիպոն լավ չի զգում, որ առանց ասելու թռչում է, բայց որ ասեր, չէին վերցնի իրենց հետ, եթե ցանկանային, կվերցնեին, բայց հո ինքը իր չի, որ վերցնեն, իրեն պիտի գրկեին, համբուրեին, գուրգուրեին, բայց այդ հսկիչները չէին թողնի առանց տոմսի ու փաստաթղթեր չկային երևի, և Լիլիթը վախենում էր գրպանը դրած անցնել սահմանը, համել ինքը արդեն այն Չիպոն չէ, մեծացել է ու տղամարդ Արեգի պես կրիամարդ է։ Արեգն էլ ինքնաթիռում, նա հաց է ուտում և հիշում տատիկին, տատը դիմավորելու է օդանավակայանում և գնալու են Գյումրի, իր ընկերներին է կարոտել, Ծիպոյին, Մգլին, Տիկոյին ու էն կյաշ Սգոյին, կխաղա, ոնց կխաղա ֆուտբոլ, դա Գերմանիան չէ, որտեղ վախենան բակում խաղալուց, հանկարծ մեկը դուրս կգա ու կասի գնդակի ձայնը խանգարում է, ոստիկան կկանչի։ Բայց որտեղից այդքան լավ ֆուտբոլ Գերմանիայում։ Դաշտեր ունեն, դպրոցներ, գնդակներ, մարզահագուստներ, ամեն ինչ կարգավորված։ Ոչինչ, հայերն էլ բալաքի պես ֆուտբոլիստ կունենան, իրեն հույս տվեց Արեգը։ Համ էլ Գերմանիայում շատ հայեր կան, էլ փախստական, էլ քաղաքացի, էլ կիսաքաղաքացի, նրանցից էլ գուցե լավ ֆուտբոլիստ ծնվի։ Ինքնաթիռն այնքան փափուկ իջավ հողին, որ Չիպոյին թվաց ձյան մեջ են խրվում։ Ճամպրուկները տեղափոխվում են անվավոր սայլակով։ Դա հրաշալի էր զգում Չիպոն։ Նա տարբերում էր անվավորը շարժասանդուղքից և ձեռքի տեղափոխումից։ Հիմա էլ շարժասանդուղքի վրա է, պտտվում է, Չիպոյի գլուխը պիտի ցավեր, երբ մի ձեռք ձգեց նրան։ Նա հիմա հողին է, Հայաստանի հողին։ Մեքենայի մեջ են, լսում է Լիլիթի ձայնը։ Արեգը մի ժամից կհասնի Գյումրի, կշնչի սառը օդ։ Չիպոն տխրեց, որ Արեգն իրենց հետ չէ, ջութակն էլ իրենց հետ չէ։ Արեգը Գյումրիում պիտի պարապի մինչև Պագանինի դառնա։ Եվ կդառնա, հավատում է Չիպոն, թեպետ այդ Պագանինին ոչ տեսել է, ոչ լսել նրա նվագը։ Մեքենան կանգնեց Ձորաղբյուրի ամառանոցի դարպասի առջև։ Ջուզեպեն բացում է դարպասը, նա ժպտում է տեսնելով բակը։ Հարևանը խնամել է ծաղիկները, ծառերը մրգակալել են, հիմա կերևա հարևան Հակոբը։ Ճամպրուկները հավաքվում են հյուրասենյակի կենտրոնում։ Ջուզեպեն քրտնել է, նա ուզում է փոխել վերնաշապիկը։ Բացում է այն ճամպրուկը, որի մեջ շունչը պահել է Չիպոն, հանում է կարճաթև վերնաշապիկը և դուրս գալիս պատշգամբ։ Սառնաշունչ օդը լցվում է հողհեմի խոնավ օրերում փափկած թոքերը և մի պինդ ուժ է զգում ներսում։ Նրան թվում է դա բիբլիական երկրի ավյունն է, նա դա հաստատապես է զգում, որովհետև հին Հռոմի կողմերից է, հին երկրի որդի է։ Գինու և երկրի հինն է լավ, իր մեջ ժպտում է Ջուզեպեն։ Լիլիթը զանգում է բարեկամներին, նա երկար է խոսում։ Չիպոն բացել է իր ճանապարհը և շորերի միջից դուրս է սահում։ Շունչը կտրած հայտնվում է գորգին։ Լիլիթը մեջքով է նստած բազկաթոռում։ Չիպոն հրթիռի արագությամբ, այսինքն ամենաարագ կրիայի թափով, հայտնվում է բաց դռնից այն կողմ։ Նա ժամանակ չունի հրճվելու առանձնատան այգով, հողով։ Նա չափազանց արագ հասնում է բաց դարպասի մոտ, բարձրանում է մետաղյա շեմի վրայով, իջնում բետոնապատ հարթության վրա ու ձգտում կանաչ մարգագետինի եզերքը։ Նա արդեն խոտերի մեջ է, նա արդեն թփերի տակ է խաղողենում, նա արդեն աչքից հեռու է։
էլ չի լսում Լիլիթի նրբագեղ հարազատ ձայնը։ Նա մինչև դարպասին հասնելը պատյանով զգում էր Ջուզեպպեին։ Ջուզեպպեն չէր նկատել Չիպոյին, եւ դա Չիպոյի մեծ ցանկությունն էր։ Օրեր, ամիսներ, տարիներ Չիպոն շարժվում, ընթանում էր հանքավանի գետահովիտ։ Երկար ժամանակ էր անցել, երբ հայտնվեց քարքարոտ գետահունի մեջ։ Դա ամռանը բարկացած մարմարիկի հունն էր, եւ Չիպոն արդեն հզորացած ուղեղով մտածեց. չէ, Ռենոսը չի հասնում մարմարիկ, նա երբևէ այսքան չի նվազի, նա չափազանց գոռոզ գետ է։ Այս անցած ժամանակի մեջ Արեգը նշանավոր ջութակահար պիտի եղած լիներ։ Չիպոն հավատում էր, պիտի Աննայի ձեռքը խնդրեր ու այդ ձեռքը սուրճ դներ։ Գայանեի ցինկաթանգարանը պիտի գար Հայաստան, Չիպոյի պես, իսկ Ջուզեպպեն ու Լիլիթը ամեն ամառ իրենց ամառանոց պիտի գային։ Չիպոն լինում էր պահեր, երբ ցանկանում էր հուլիս ամսին գնա հասնի ձորաղբյուր ու հեռվից հեռու լսի Լիլիթի ձայնն ու տեսնի Ջուզեպպեին, լսի Արեգի նվագը։ 3 տարի է պետք հասնելու ձորաղբյուր, դա մարդկան ժամանակով, իսկ կրյայի մի հավերժություն։ Նա իր ընկերների հետ բարձրանում է անտառ, խուսափում արջ ու աղվեսի ատամներից, արծվի հայացքից, նրանք ճանկերով բռնում են կրյաներին, բարձրացնում օդ եւ կրյաներին նետում քարափի վրա ու սլացքով իջնում ջախջախված կրյային հոշոտելու։ Բնության կարգ է, մտածում էր Չիպոն, լավ թաքնվիր, չտեսնեն։ Ես չասացի, թե ինչպես ընդունեց Արեգը Չիպոյի կորուստը։ Նա Հողհեյմում այնպես ճչաց, որ եկեղեցու զանգը ցնցվեց, զնգաց, զնգզնգաց, ու Հողհեյմի ժողովուրդը զարմացավ, ինչու է զանգում, ոչ տոն է, ոչ նշանավոր օր։ Արեգը էլի փնտրեց Չիպոյին, Հողհեյմի անտառները հասավ։ Նա այդ անտառներից մի ոզնի գտավ։ Հիմա ոզնին միջանցքի կոշիկների մեջ է մտել ու խաղողի հատիկ է ծամում։ Արեգը չի ամուսնացել Աննայի հետ։ Աննան ամուսնանալու է մի հեծանվորդ գերմանացի Հայնրիխի հետ։ Արեգին սիրահարվել է ֆրանկֆուրտցի մի պոլսահայ աղջիկ, նույնպես ջութակահար։ Նրանք նվագում են իրար հետ եւ շատ են հռչակավոր։ Այս տարի մի քանի երկրներում համերգներ են տալու։ Չիպո, կանչում է Լիլիթը, եւ ոզնին դուրս է գալիս կոշիկների միջից եւ ուղևորվում խոհանոց։ Չիպո, արի իմ տուն, տես ինչ նոր գավաթներ եմ առել, հորդորում է Գայանեն։ Չիպո, կանչում է Արեգը, արի քեզ աշխարհագրության դաս տամ, պատմեմ մարմարիկ գետի մասին։ Եվ Արեգը չգիտեր, որ Չիպո կրյան հիմա լողանում է հենց այդ գետի մեջ ու ջրի ձայնը նրան Արեգի ջութակի երգն է հիշեցնում։ Ահա թե ուր է Չիպոն։ Ավարտվեց Արեգի եւ Չիպո կրյայի այս հրաշալի պատմությունը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ արդեն մեկ այլ հեքիաթով։